Բարև ձեզ հայրենակիցներ, եթերում 02 հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր ԼՂ ոստիկանությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստում քննարկվում էին ԼՂ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թվականի օպերատիվ ծառայական գործունեության արդյունքները։ Նիստը վարում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը։ Մասնակցում են ԼՂ ոստիկանության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և ծառայությունների պատասխանատուները։ Հիմնական զեկույցով հանդես եկավ ԼՂ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը։ 2014 թվականի ընթացքում ոստիկանության կողմից վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել կանոն հասարակական կարգ ու կանոն։ Բացի այդ, ուղեկից ունենալով ԼՂ նախագահի հանրահավաքները և ԼՂ կառավարության գործունեության ծրագրային դույթերը, հաշվետու տարում շարունակվել է համակարգված աշխատանքը բնակության շրջանում ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ, որի լուծման հիմնական գրավականներից են համարվում հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիների հաղորդումներին պատշաճ արձագանքումը, թողարկված բնույթ կրող հանցագործների հայտնաբերումն ու բացահայտումը, բաժին անխուսափելիության հանրահայտ զուգընթացի հնարավորին լիարժեք օգտագործումը, բնակչության մոտ անձնական անվտանգության ապահովության զգացման ամրապնդումը, ինչպես նաև ոստիկանության ծառայությունների առօրյա գործունեությունում օրինականության ապահովում։ 2014 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նվազել է 21.5%-ով կամ 96 դեպքով, 2013 թվականի 446, 2014 թվականի 350։ Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազման պարագայում բնականաբար նվազել է նաև հանցավորության գործակիցը։ Հաշվետու տարում 10,000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 23.9, 2013 թվականին 38։ Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են քրեական հետախուզության գծով գրանցված մարդու, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության, սեփականության ու պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների մասնաբաժինները։ Փոխարենը նվազել են տնտեսական գործունեության դեմ ուղղված, ինչպես նաև միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռները։ Հանցագործությունների ընդհանուր թվաքանակի նվազմանը զուգընթաց արձանագրվել է ինչպես բոլոր գծերով 355-ից 302, այնպես էլ քրեական հետախուզության գծով հանցագործություն կատարած անձանց թվի նվազում 249-ից 222։ Հաշվետու տարում քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թվաքանակը աճել է 3-ով, 14-ից 17, իսկ նրանց կողմից կատարված հանցագործությունների քանակը նվազել 6-ով, 16-ից 10։ Ըստ առանձին հանցատեսակների 2013 թվականի համեմատությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետության բարելավում է դիտվում սպանության փորձերով, անձնական ունեցվածքի գողության, այդ թվում անձնական գույքի յուրացման կամ վատման և կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերով։ 100%-անոց բացահայտման ցուցանիշները պահպանվել են սպանության, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, հրազեն ռազմամթերք պահելու և պատրաստելու, ճանապարհատրանսպորտային պատահարների, խուլիգանության, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների, պետական գույքի գողությունների, խարդախությամբ պետական գույքի հափշտակության, պետական գույքի յուրացման կամ վատման, ավազակությամբ անձնական գույքի հափշտակության, անձնական գույքի կողոպուտի, հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, պաշտոնեական կեղծիքի և իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով։ ԼՂ ոստիկանության ղեկավարության առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում սպանությունների և սպանության փորձերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ոստիկանության Շահումյանի շրջբաժնի վարույթում գտնվող սպանության մեկ դեպքը բացահայտված է։ Ստեփանակերտի քաղաքվարչության և Մարտունու շրջբաժնի վարույթում գտնվող մեկական սպանության փորձերը ևս բացահայտված են։ Քննության փուլում է գտնվում Ստեփանակերտի քաղաքվարչության վարույթում գտնվող մեկ սպանության փորձը։ Նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է։ Որպես դրական միտում կարելի է նշել հրազեն ռազմամթերք պահելու և պատրաստելու դեպքերով հայտնաբերման ցուցանիշը 31-ից 36։ Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը մշտապես գտնվում է ԼՂ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում, որի արդյունավետությունը պահանջում է ամենօրյա հետևողական և շարունակական բնույթի աշխատանքներ։ Առանձնակի ուշադրության են արժանացել նաև շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունները, մասնավորապես հանրապետության տարածքին բնորոշ այնպիսի հանցատեսակներ, ինչպիսիք են ապօրինի որսը, ձկներ կամ ջրային այլ կենդանիներ ապօրինի արդյունահանելը, ինչպես նաև անտառային ֆոնդի և դրանից դուրս տարածքներում ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման դեպքերը։ Այսպես, հաշվետու տարում հանրապետության տարածքում արձանագրվել է ապօրինի որսի 8 և ապօրինի ծառահատման 12 դեպք։
Հանցագործությունների բացահայտման հիմնական ծանրությունն ընկած է համակարգի քրեական հետախուզության ծառայողների վրա, որոնց կողմից հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է վարույթում գտնվող բոլոր գծերով բացահայտված հանցագործությունների 57%-ը, 204-ից 179։ Տնտեսական պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի գծով հանրապետությունում հայտնաբերվել եւ գրանցվել է 25 հանցագործություն, որոնցից 15-ը կոռուպցիոն բնույթի են։ Քննչական վարչության վարույթում քննվել է 345 քրեական գործ, 335-ի դիմաց։ Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 152 քրեական գործ։ Հաշվետու տարում 2-ով 11-ից 9 նվազել են հասարակական վայրերում կատարված հանցագործությունները։ Տեղամասային տեսուչների կողմից անմիջականորեն բացահայտված քրեական հետախուզության գծով հանցագործությունների քանակը 2013 թվականի համեմատությամբ աճել է 9-ով, 31-ից 40։ Ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկության եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նախագծման ուղղությամբ իրականացված կազմակերպչական ու կանխարգելիչ բնույթի աշխատանքների արդյունքում, ինչպես նաեւ ճանապարհային երթևեկության ինտենսիվության շարունակական աճի պայմաններում հանրապետության տարածքում 1-ով 61-ից 62 աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, 2-ով 12-ից 14 զոհերի քանակը, իսկ վիրավորների քանակը նվազել 10-ով, 77-ից 67։ Կոլեգիայի օրակարգի երկրորդ հարցի 2014 թվականի նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԼՂ ոստիկանության տարածքային մարմիններում եւ ստորաբաժանումներում անցկացված համալիր տեսչական ստուգումների արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ԼՂ ոստիկանության պետի տեղակալ շտաբի պետ Բորիս Ենգիբարյանը։ Մեկ առ մեկ վերլուծելով չբացահայտված հանցագործությունները, ոստիկանության պետը տարածքային ստորաբաժանումների պատասխանատուներից պահանջեց հակիրճ ներկայացնել դրանց չբացահայտման պատճառները, կրկին անգամ շեշտելով, որ իր անձնական համոզմամբ հանրապետությունում անբացահայտ հանցագործություններ չեն կարող լինել։ Մեր մեջ ապրող օրենքը խիղճն է, միայն խղճով մաքուր եւ էությամբ արդարամիտ ոստիկանը կարող է կրել օրինականության պահապանի վեհ կոչումը։ Այո, մեզ հաջողում է հասարակական անվտանգության ապահովման տեսանկյունից աշխարհում զբաղեցնել ամենաառաջատարի դիրքը, սակայն դրա հետ մեկտեղ մենք կարող ենք հասնել կատարելության այնպիսի աստիճանի եւ իրավական պետության այնպիսի չափորոշիչներով ներկայանալ աշխարհին, որտեղ հասարակությունը տեսնելով ձեր աներկբա արդարամտությունը իր կողմից կնպաստի հանցավորության դեմ տարվող պայքարին։ Հավատացեք, որ սրանք սին խոսքեր չեն, ձեր ծառայությունը ուղղորդեք այս չափորոշիչներով եւ շատ կարճ ժամանակ անց կհամոզվեք, որ հասել եք ցանկալի արդյունքի, նշեց ոստիկանության պետը։ Պետք չի։ Մենք թվերի վրա ուշադրություն, նորից կրկնում եմ, թիվը ինձ համար էական չի։ Ապա մեր կարևոր խնդիրը ի՞նչն է։ Ոչ որ հանցագործ, պետության մեջ հանցագործությունն է։ Ոչ դա լինի հետո բացահայտեք, չպիտի։ Ուրեմն ինչ որ ձեզ պետք է լինում, որ ի օգուտ գործի։ Խնդրեմ, ոչ մի խնդիր չկա։ Ասեք, առաջարկեցեք ու քննարկեք կողքին ձեզ։ Ճանապարհային ոստիկանության դեմքն է։ Ու բոլորը գիտեք, որ ճանապարհային ոստիկանությունը նշանակել է մաբավարար։ Եվ 3 ամիս ժամանակ է տված։ Կամ բաց թողումներ, կոպիտ խախտումներ։ Մենք բոլորս է պիտի ճանապարհային ոստիկանության օգնենք։ Մեր պահվածքով, կեցվածքով, մեր երեխաներին պետք է դա սիրել։ Ես խնդիր եմ առաջադրել, ոչ մեկին երեխան չպիտի մեքենա վարի, միջև վարորդական իրավունք չունենա։ Եթե մենք խիստ չլինենք, լուրջ խնդրեմ առաջ կգա։ Օրակարգի նիստի երկրորդ հարցի ԼՂ ոստիկանության տարածքային մարմիններում եւ ստորաբաժանումներում անցկացված համալիր տեսչական ստուգումների վերաբերյալ ոստիկանության պետը խստագույնս պատվիրեց կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ վերացնել բոլոր թերություններն ու բացթողումները, հիշեցնելով, որ առաջիկա ստուգումների արդյունքներով հետևություններ չկատարած պատասխանատուները ենթարկվելու են կարգապահական տուժերի։ Գերատեսչության ղեկավարը կարևորեց նաեւ պատասխանատուների կողմից իրենց ենթակաների նկատմամբ ցուցաբերվող անաչառ վերաբերմունքի անհրաժեշտությունը, որից է նաեւ մեծամասամբ կախված ոստիկանության ընդհանուր գործունեության արդյունավետությունը։ Միայն առողջ կոլեկտիվում կարող են ծնվել նոր գաղափարներ, հոգեբանորեն անկայուն ծառայողից ցուցանիշներ ակնկալելը ուղղակի անմտություն է։ Ապրեք ձեր ենթակաների հոգսերով, վերապրեք եւ փորձեք լուծել նրանց խնդիրները։ Ես իմ կողմից պատրաստ եմ զորավի կանգնելու ձեզ, եզրափակեց ոստիկանության պետը։ Ես բոլորի հետ հավասար եմ։ Դուք եք ներկայացում ձեր բաժինները, ձեր վարչությունները։ Ձեր տեղում նստեք, ձեր ենթականների ղեկավարը, գողը ցույց տվեցիք, այդ մարդիկ թող ես խնդիրի ճիշտ կատարեն։ Եվ որ հավաքում եք խնդիր եք դնում, այդ մարդկանց խնդրեք, ասեք, որ ես ուզում ծավալեն։ Ոչ մի կողմնապահություն չպիտի ձեր ազնագազմի նկատմամբ։ Տարբերություն չկա։ Մեր համար բոլոր հավասար պիտի լինեն։ Մարդկանց զգուշացել եմ տեղում։ Հիմա էլ եմ ասում, մոտեցում փոխենք։ Իրար Արշծառայություն մատուցելով մենք ոչ մի բան չենք ասում։ Եզրափակելով խոսքս, ձեր ուշադրությունում հրավիրում, անչափահասների վրա ուշադրություն դարձրեք, թմրանյութերի ուշադրությունը դարձրեք ընդհանուր ղեկավարման հետ կապված։
Վերջում հրապարակվեց կոլեգիայի որոշման նախագիծը։ Լեռնային Ղարաբաղյան Հանրապետության ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2014 թվականի օպերատիվ ծառայական գործունեության արդյունքները գնահատել բավարար։ Նշել, ոստիկանության մարմինների կողմից 2014 թվականի ընթացքում հանցավորության դեմ պայքարի եւ իրավակարգի ապահովման գործում պահպանվող որոշակի դրական միտումները, բացառությամբ հանցագործների բացահայտման, այդ թվում բնակարանային գողությունների եւ կոնությունից ու դատից խուսափող հանցագործների եւ անհայտ կորած անձանց հայտնաբերման աշխատանքների։ Բավարար գնահատելով ԼՂ ոստիկանության 2014 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները, ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը իր մտահոգություններն արտահայտեց ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նախագծման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի, ինչպես նաև զենք զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից։ Իսկ այժմ ձեր ուշադրությանն եք ներկայացնում հանրապետության տարածքի օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համառոտ տեղեկությունները։ Սույն թվականի հունվարի 19-ից մինչև հունվարի 26 նկատ ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է 2 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 1 քաղաքացի մահացել, իսկ 3 քաղաքացի ստացել է մարմնական վնասվածքներ։ Հունվարի 21-ին ժամը 14:35-ի սահմաններում 2000 թվականին ծնված Տիգրան Հակոբյանը վարելով Mitsubishi Pajero ավտոմեքենան Մայրաքաղաքի Մկրտչյան եւ Մամիկոնյան փողոցների խաչմերուկում վրայերթի է ենթարկել 1987 թվականին ծնված 28 շաբաթական հղիությամբ Մարինե Գրիգորյանին, ինչի հետևանքով վերջինը ստացել է մարմնական վնասվածքներ։ Հունվարի 24-ին ժամը 8:00-ի սահմաններում Ժիրայր Ղուկասյանը վարելով ՎԱԶ 21214 ավտոմեքենան Գորի Ստեփանակերտ ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր 1996 թվականին ծնված Հայաստանի Հանրապետության Սևան քաղաքի բնակիչ Արմեն Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ։ Նշված ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է գողության 8 մարմնական վնասվածք հասցնելու եւ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության 3-ական, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաեւ ապօրինի որսի 1-ական հանցագործության դեպքեր։ Նշված ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում արձանագրվել են 109 ահազանգեր, որոնցից 89 վերաբերվել են բուժ հաստատություններից ստացված կենցաղում անզգուշությամբ առաջացած վնասվածքների, իսկ մնացածը միայն նյութական վնասի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարների, հեռախոսի կորստի եւ հրդեհի վերաբերյալ դեպքերի։ Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր է մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը եւ օրենքով սահմանված կարգով ընդհանցքավորել դրանք։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար նշված ժամանակահատվածում վարչական պատասխանատվության են ենթարկվել տրանսպորտային միջոցների 186 վարորդներ, որոնցից 8-ը անսթափ վիճակում, 117-ը սահմանված արագությունը գերազանցելու, 10-ը առանց վարորդական իրավունքի, իսկ մնացածը այլ կարգի խախտումներ կատարելու համար։ Մեր այսօրվա հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Եթերում նորից կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Բարին անց ձեզ։